Երևանի պետական համալսարանի 20 տարվա դասախոսին ազատել են աշխատանքից։ Իր պնդման քաղաքական հայացքների պատճառով։ Սահակ Մանուկյանն ասում է, իշխող խմբակցության падգամավորի դուստրը իր ուսանողն է եղել։ Դասախոսը կարծում է, падգամավորին ու նրա աղջկան դուր չի եկել իր այն դասախոսությունը, որի ընթացքում թեման ավելի լավ բացատրելու համար ինքը ժարգոնային բառ է օգտագործել։ Մանուկյանը պատմում է, որ Հայաստանի պետական համակարգեր առարկայի դասախոսության ընթացքում վիրավորանքի ու զրպարտության տարբերությունը ավելի հասկանալի պարզաբանելու համար դեմոկրատական քաղաքական ռեժիմի մասին խոսելիս ֆիլմից մեջբերում է արել։ Առանց իմ թույլտվության, առանց ինձ նախազգուշացնելու ինձ նկարում է։ Դա թողնենք։ Չի գիտակցել, ես իրան ներում եմ։ Բայց խնդիրը նա է, որ շարունակում է ոչ իրավաչափ վարքագիծը։ Ընդ որում նկարում է ոչ թե հիշելու, այլ մատնելու համար։ Տալիս է իր ծնողին։ Ծնողն էլ անմիջապես ուղարկում է ռեկտորին։ Ինձ ասում են, որ ձեր ուսանողն է եղել քաղաքացիական պայմանագիր ուսանողային, քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության падգամավորուհի երեսփոխանուհի, մոռանում եմ ինչ այդ կնոջ ազգան, որտեղ ոչ մի բանով ինքը աչքի չի ընկել, չեմ հիշում ո՞ց է Արուսյակ Մանավազյան։ Մանուկյանն ասում է, ինքն անձամբ այդ բառը չի օգտագործել, գրել է էլեկտրոնային գրատախտակին, մեջբերում է արել։ Իշխանական падգամավոր Արուսյակ Մանավազյանը մինչդեռ հերքում է, ինքը կապ չունի դստեր դասախոսին աշխատանքից ազատելու հետ։ Լրատվամիջոցներից մեկին ասել է, թե Մանուկյանի հայտարարությունն իր համար անակնկալ է եղել։ Ես ռեկտորի հետ խոսակցություն չեմ ունեցել, ես որևէ մեկի հետ խոսակցություն չեմ ունեցել, թող առաջի հերթին իր գործատուի հետ իր հարաբերությունները բարձի։ Եթե եղել է դժգոհություն բողոք, այդ դեպքում թող ինքը վերանայր իր գործողությունները։ Երևանի պետական համալսարանը Սահակ Մանուկյանի հեռացումը պայմանավորում է ոչ պատշաճ վարքով, նշելով, թե արդեն նախկին դասախոսը բազմիցս խախտել է էթիկայի կանոնները։ Թե ինչպես է խախտել այդ կանոնները, չեն մանրամասնում։ Սահակ Մանուկյանը հեռացվել է համալսարանից ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ Երևանի պետական համալսարանն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները։ Ուսանողներից եւ նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար։ Մանուկյանը շեշտում է, թե իրենից բացատրագիր չեն պահանջել աշխատանքից ազատելուց առաջ։ Մինչդեռ բուհից պնդում են, որ վերջին միջադեպի հետ կապված Մանուկյանը բացատրագիր գրել է։ Կայծակնային արագությամբ իմ դեկանը կանչել է ինձ, ասել է մի բան, ինչ ա եղել, մի բան գրի տուր ինձ։ Ես ասել եմ, բայց այդ ինչ չի, ես իրավաբան եմ։ Իրանք պիտի ինձ ասեն, ինչու են ինձ մեղադրում, որ ես դրա վերաբերյալ բացատրություն տամ։ Ասել է, աղբոր պես խնդրում եմ քեզ մի բան գրի, ես էլ պարզաբանում եմ տվել, բացատրություն չեմ տվել։ Մանուկյանն ասում է, գոնե էթիկայի հանձնաժողով կազմեին, ծառայողական քննության հրավիրեին կամ գոնե իրեն լսեին, քանի որ ազատելուց առաջ կարող էին նկատողություն կամ էլ խիստ նկատողություն անել։ Ինքն էլ Բրյուսովում 3 տարի պրոռեկտոր է աշխատել։ Ասում է, պրակտիկայում երբեք նման բան չի տեսել, ոչ էլ արել է։ Նշում է, այս քայլով Երևանի պետական համալսարանը ոչ միայն խախտել է իր ակադեմիական, այլև ազատ խոսքի իրավունքը։ Կդիմի դատարան մայրբուհ վերադառնալու համոզմունքով։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։